Այսօր մենք արձանագրեցինք, որ այնուամենայնիվ որոշակի թերհավաքագրում ունենք հանրային տրանսպորտի ոլորտում։ Երևանյան տրանսպորտի ուղևորձը 50%-ով թանկացնելուց 4 ամիս անց քաղաքային իշխանությունները խոստովանում են, պլանավորածից քիչ գումար է հավաքվում։ Թվեր են հնչում, տարվա առաջին 4 ամիսների համար նախատեսվածից մոտ $6 միլիոն պակաս է փոխանցվել քաղաքային բյուջե։ Նախորդին անձամբ քաղաքապետը հայտարարեց, թանկացումը բոյկոտելու ընդդիմության կոչերն ազդել են քաղաքի եկամուտների վրա։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրապարակած թվերը ենթադրում են, որ այժմ տրանսպորտից օգտվողների մոտ 20-ից 25%-ը չի վճարում։ Բոլոր այն կոչերը, որոնք որ միտված էին նրան, որ Երևանի քաղաքապետարանի եկամուտները նվազեցեն, մասնավորապես տրանսպորտի ոլորտում։ Սիրելիներս, դրանք ազդելու են հենց տրանսպորտի ոլորտի վրա։ Ամիսներ շարունակ հատկապես տարեց երևանցիները դժգոհում են տրանսպորտի այսչափ թանկացումը մեծ բեռ է իրենց համար։ Եթե ավտոբուսների վճարը 50 դրամով է ավելացել, տրոլեյբուսների դեպքում թանկացումը եռակի է 50-ից 150 դրամ։ Թերակատարումների պատճառը գուցե հենց սա է։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը երևանցիների ավելացած ֆինանսական բեռի ու սոցիալական խնդիրների մասին որևէ բառ չասաց, չվճարողներին էլ անպատասխանատու անվանեց։ Դա անպատասխանատվություն է քաղաքապետարանի նկատմամբ, սեփական քաղաքի, սեփական քաղաքում ունեցած հանրային տրանսպորտի նկատմամբ։ Տրանսպորտային բարեփոխումների գլխավոր ճարտարապետ Սուրեն Գրիգորյանն էլ այսօր թերակատարումների պատճառների մասին խոսելիս քաղաքացիների սոցիալական դրությանը չանդրադարձավ ու կրկնեց իր անմիջական ղեկավարի մեկնաբանությունը։ Դա ուղղակի անպատասխանատվություն է, դա ուղղակի առիթից օգտվել է, կներեք այս արտահայտության համար, որ մարդիկ գիտեն, որ դեռևս արկա չի որևիցե պատժողական վարչական իրավախախտման տեսանկյունից իհարկե մեխանիզմ եւ կներեք այս արտահայտության համար առիթից օգտվում են, չեն վճարում։ Քաղաքային իշխանությունները հայտարարում են, չվճարողները պետք է տուգանվեն։ Անցած ամիսներին օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակեցին, խորհրդարան բերեցին, այն ընդգրկված էր ազգային ժողովի նիստերի օրակարգում, բայց այդպես էլ չքննարկվեց։ Կառավարությունից պարզաբանեցին, դրա մշակման կարիք կա։ Դիմելով Սուրեն Գրիգորյանին քաղաքապետը խնդրեց արագացնել։ Ազգային ժողովի մեր գործընկերների հետ, պարոն Գրիգորյան, խնդրում եմ ինտենսիվ աշխատել եւ նրանց խնդրել, որ մաքսիմալ ամենաարագ ընթացակարգով բոլոր օրենքներում փոփոխությունները տեղի ունենան։ Քաղաքապետարանն առաջարկում է տրանսպորտի համար չվճարող քաղաքացիներին տուգանել 10,000 դրամով, իսկ եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլանց երթևեկի, տուգանքի չափն էլ ավելի մեծ կլինի՝ 15,000 դրամ։ Ներկայացված նախագծով ուղևորները պարտավոր կլինեն ավտոբուս բարձրանալուց անմիջապես հետո առավելագույնը 1 րոպեում վավերացնել իրենց տոմսը, մի բան, ինչը հենց հիմա հատկապես պիկ ժամերին շատ դեպքերում պարզապես անհնար է։ Ուղևորցի բարձրացմամբ առայժմ չի լուծվել տրանսպորտի ծանրաբեռնվածության հարցը։ Անցած շաբաթ մենք ունեցել ենք աշխատանքային քննարկում ազգային ժողովի գործընկերների հետ, որոնք որոշ հիմնավոր դիտարկումներ են անում, որոշ դիտարկումներ, որոնց հետ մենք համաձայն չենք, այսինքն այդ նախագիծը, ինչպես եւ բոլոր ազգային ժողովի նախագծերը, պատշաճ քննարկվում է եւ կարծում եմ, որ բոլոր մտահոգությունների փարատումից հետո կընդունվի վերջո ազգային ժողովի կողմից։ Փոխքաղաքապետը չի բացառում նախագիծը կարող է փոփոխվել։ Տուգանքները կմեղմացվեն, թե տուգանելու մեխանիզմը կվերանայվի։ Այս պահին հստակություն չկա։